Պարոն Խաչատրյան, միջև տարվա վերջ նորից եմ ժամանակ տալիս ձեզ, մաքրվելու համար, ձեր բանսարկության համար, բայց ձեզ միջև տարվա վերջ կարող եք մաքրվել ձեր կեղտից բանսարկության, բայց հիմա լսեք, սիրելի երևանցիներ, ներողություն եմ խնդրում այս ձայնի համար, որ ձեր մոտ ատելություն է առաջանում, բայց ստիպված եմ դնել Նիկոլ Փաշինյանի խոսքը, մեկ վայրկյան, բարձրացնում։ Թոշակառուն ենք, թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն, այդ գումարը ինչ անել, ինչի վրա ծախսել։ Հիմա լսեք, սա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, բարձրագույն ղեկավարն է ասում, թոշակառուները ինչ պետք է անեն 10,400 դրամը, դուք ինչ պետք է անեք այդ պարգևավճարները, որ ստանում եք, այսինքն դուք կարող եք միլիոնավոր, միլիարդավոր պարգևավճարներ ստանալ, այդ խեղճ թոշակառուները չեն կարող 10,400 դրամ ստանալ, մի հատ էլ լռեք, հանգիստ նստեք ու լսեք, ես չեմ խանգարել ձեր, լսեք դուք, չխանգարեք, ես գիտեմ, որ ձեր մոտ էմոցիաները առաջանում, երբ որ ձեր ղեկավարի անունն եմ տալի, բայց տալու եմ, հանգիստ ժպիտով լսեք, այդ սրտիկները հիշեք ու ժպտացեք, հիմա լսեք, սա անհարգալից վերաբերմունք է թոշակառուների նկատմամբ, դուք պարտավոր եք ոչ թե 10,400 դրամով բարձրացնել, այլ բազմապատիկ անգամ բարձրացնել թոշակառուների եւ դուք չեք կարող հետևել, թե թոշակառուն իր գումարը ինչի վրա է ծախսելու, այդ արձագանքը մեդիա հարթակում քաղաքացիները թոշակառուները տվել են ձեզ, իհարկե այդ բառերը ես չեմ փորձի օգտագործեմ, այստեղ շատ քաղաքացիներ են մեկնաբանել դա, իսկ հիմա տեսեք, Անցած դիստերին ասում եք աղբահանության համար, երբ որ քառակուսի մետր դարձրեցիք, ասում եք թանկացում չի նախատեսվում, դա թանկացում չէ, տեղել էիք ստել, 1,2 միլիարդ դրամ 26 թվականի բյուջեով աճ եք կանխատեսել, բայց 1,2 միլիարդ եթե գումար եք ավել հավաքագրելու, բա ինչ է եթե ոչ թանկացում, նայեք, աղբի վերամշակման գործարան էիք ասում, այս տարի պետք է մրցույթի դրվի, պարոն Ավինյան, եթե չդրվի, հասկանալի էր ձեր խոսքերից, որ պետք է այդ վարչության պետը կամ այդ աշխատակիցները հեռացվեն կամ պատիժ ստանան, այսինքն նախագիծը պետք է մրցույթի դրվել, աղբի վերամշակման գործարանի հետ կապված, բա տարվա վերջա, ինչ եղավ, կասեք դուք, գործակարգավարականներին ասում էիք զեկուցում էին արկա փոսեր Երևան քաղաքում, չկա ճաքեր փոքրիկ բաներ էին ցույց տալի, Արինբերդ փողոցի հետ կապված, փոսեր չկան Արինբերդ փողոցում, հիմնանորոգումը ասում էիք կա խնդիրներ էր առաջացել, էլի տարվա վերջա, մի հատ հիմնանորոգում Արինբերդի չկարողացաք կատարել, մանկական երկաթուղու պահով ասեմ, երեք գործակարգավարական նիստին ձեզ զեկուցում էին կառավարության հետ, ինչպես հասկացա բնապահպանության նախարարություններից մեկի հետ խնդիր էր առաջացել եւ ինչ-որ փաստաթղթեր ձեզ չէին տվել, որ այդ ռեկրեացիոն գոտին ստեղծվեր, բայց ասում էիք, դե հատակագծում նշել ենք, հատակագծով որ նշել եք, դա ինչ է տալու ձեզ, այդ բնապահպանական հատուկ գոտին, որ սահմանեք, երբ եք սահմանելու, այսինքն վերջնական արդյունքին երբ ենք հասնելու այդ մանկական երկաթուղու, այսինքն ընդհանուր հրազդանի կիրճի հետ կապված, ոչ թե մանկական երկաթուղու, ասում էիք այգիներից, մանկապարտեզներից խոսում եմ, Նազարբեկյան թաղամասի ծառուղու վերջնամասը, փոքրիկ այգի է երկար, վերջնամասը 2 տարի է նախագծով նախատեսվել էր բյուջեներից մեկով, բայց հանվել էր ընթացքում եւ վերջում շների համար նախատեսված տարածք կար, որը պետք է կառուցվեր, 1-2 ամիս առաջ էլ այստեղ բարձրաձայնեցի, Աչափնյակի վարչական շրջանի ղեկավարն էլ պատասխանեց այս հարցին, որ այս տարի պետք է կառուցվեր, բայց նորից տարվա վերջը էլի չկա, ոչինչ չի արվել այդ վերջնամասում, այդ ասեք կանենքի ակցիաները, պարոն Ավինյան, վերջացել, պիտի նորից 26 թվականի քարոզարշավին գանք, որ ակցիաները սկսենք, ասեք կանենքի, հա, տեսեք, օրինակ տոնական ձևավորման հետ կապված 607 միլիոն դրամ գումար եք ծախսել, իհարկե մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր Երևանը զարդարված լինի, սիրուն լինի եւ բոլորս էլ ուրախանանք, ես չեմ կարծում, այդտեղ ինչ-որ մեկը պետք է ասի Երևանը գեղեցիկ չպետք է լինի, բայց տեսեք, օրինակ տոնական
միջոցառումների հետ կապված Շենգավիթ համաչափության հետ կապված ես խնդիր եմ տեսնում, ինչով եք մեկնաբանելու դա, երբ որ Շենգավիթ վարչական շրջանում 27 միլիոն դրամ եք նախատեսում, օրինակ Մալաքսյա Սեբաստիայում 13 միլիոն, Էրեբունի վարչական շրջանում 9 միլիոն է, որտեղ է համաչափությունը այստեղ, եթե տարածքայինով նայենք, տարածքայինով Էրեբունին ավելի մեծ է, իսկ եթե բնակչությամբ նայենք, Մալաքսյա Սեբաստիան է ավելի մեծ, որն է համաչափությունը այս գումարների բաշխման։ Իսկ տեսեք, այդ տոնական ձևավորումներից երեք ես տեսանկարը հանում եմ, արև վերջացնում եմ։ Տոնական այդ լուսավորությունների հետ կապված Մալաքսյա Սեբաստիա փողոցը ամբողջությամբ այնտեղ լուսերի խնդիր կար, մոտ 50-60%-ից ավելին չէր աշխատում, տեղեր կային ամբողջությամբ չէին աշխատում, այսինքն 1-2 օրվա համար այդ մեծ գումարները ծախսում ենք, որ 1-2 օր այսինքն աշխատի 1-2 օր չաշխատի, այդպես ենք կառավարելու եք, երկրորդը պոլիկլինիկաների հետ էլ կապված հարցեր եք բերում չզեկուցվող, բայց պոլիկլինիկաներում էլ բազում խնդիրներ կան, այո կան, պոլիկլինիկաներում մեր թոշակառում մայրերը գնում են, օրինակ այնտեղ որոշ անալիզներ ավելի բարձր են, քան մասնավոր կլինիկաներում, մասնավոր ընկերություններում, դա ինչպես պետք է կարգավորվեր, այսքանը։